Ջան, ուրեմն տեսա մի գրառում, որտեղ մանիպուլացնում են, որ Փաշինյանը ասել է շունու շնգալ ժողովրդին։ Ասել է Թողաշոյանը լինի։ Մեկ էլ տեսնում եմ երկրորդ գրառումը։ Մեկ էլ տեսնում եմ այն համբարին լոսից, այն բարգի կնգան, այն պուտոին, էտա գրի։ Ասեցի արդեն սկսում են շատ տարածել։ Մեկ էլ տեսնում եմ, այս տղեն ա դրել։ Հետո մյուսին։ Արա բայց ինչքան հոգնած կտացրածներ եք դուք, ինչ վիբրատորներ եք դուք, պահ։ Սա պետք է տեսնի յուրաքանչյուր հայ եւ իր հստակ գնահատականը տա ոգեշերվածի սառացանքներին։ Հայաստանի Հանրապետությունում այդքան շունուշանգյալ կա, որ կարա իրանց օգտին կքվյարկի։ Ես դες լուրջ եմ ասում, հարգելի գործընկերներ։ Դիտեցիք ոգեշերվածի սառացանքները, սիրելի հայրենակիցներ։ Հիմա կուզենամ մեկնաբանությունների բաժնում գրեք ձեր առաջարկները, գրեք ձեր կարծիքը ոգեշերվածի սառացանքներին, ինչպես նաև առաջարկեք, որոշենք հունիսի 7-ից հետո սրան ուղարկում ենք Լառնական, թե Բաքու, թե Թուրքիա։ Հոգեշեղվածը դու ես այդ ծրտան։ Մենակ չասես էլի, որ այնքան աննասուն ես, որ չես ջոգում ինչա կատարվում։ Հանգարց տես բան չասես։ Հետո մենք պետք է մտածենք ամսի 7-ից հետո քեզ ուր ղրգենք, որ հիվանդանոց բուժվելու, կամ էլ դպրոց սովորելու։ Եթե այդքան կտացրած ես էլի, հարցեր կունենաս լուբոյ րոպե, ասա, հանդիպենք, ես քեզ տեղավորեմ այս բարերի մեջ։ Հələ մի բան էլ ավել։ Այս մանիպուլատոր ես դառը գլխներիս։ Օրինակ, եթե իմ ընկերները քեզ հանդիպեն դուրսը ու հարց տան, ասեն Հայկ ես, ինչ ես, Արստել, խես ստում։ Ինչ ես ասելու։ Դու вообще պամպերս հետդ ման ես տալի, որ հարցի դեպքում հագնես էլի։ Ես ոնց հասկանում եմ, քո հետ պետք է հանդիպենք մի հատ հասկանամ ուզածդ ինչ է։ Ասենք չասեմ ովքեր էլի, հեսա կասեմ ավելի շուտ այդ բառը։ Եթե դրանք են նման քայլերի գնում, ես էլ հասկանում եմ խի, բա դու չես ամաչում արա։ Այդ բեխերից չես ամաչում։ Լսենք ժողովուրդ։ Քիչ առաջ Նիկոլը ազգի 80%-ին անվանեց շունուշանգյալ, որովհետև իրեն չեն ընտրելու։ Love is in the best place. Իրոք։ Արչի որ բրտացիր հետի հեչ։ Բայց այնքան ուրախ ես, գիտես խի։ Որովհետև ասում ես ազգի 80%-ին, տոլավ է։ Թանել չպրտած մածուն ձեզ։ Ամսի 7-ին կտեսնենք։ 8% եք ընդհանուր, թե 80 շունու շնգյալներ։ Իդեպ մի հուզվի, ես կբացատրեմ խի։ Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ուժեղ Հայաստան կուսակցության անդամների եւ նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշարք է բաժանվել։ Տամորադուն կա։ Հազարթերով նա։ Ուժեղ Հայաստանով։ Լավ, կտաս մեքանիզմին կանենք։ Պասած կտամ։ Մեզ նալի չեն տալի։ Մյուս շաբաթ տենանք այս ինչ ալնում, ասոն Գևորը հասայի վրա ջղայնացավ։ Ասեց ինչքան շուն շանգյալ կա բերել գրանցել է շտաբիդ վրան, 200 ես տալի, հարազատներին սաղին գցել գյուղերը 100 ես տալի, այն շուն շանգյալներին գցեց գյուղերը 100-ով, իրանց գցեց շտաբի վրա։ Չէ՞ հավատում ուղղակի կախել է արդեն։ Երկու ռես եկել է Բանգլադեշ հետը մեկ է բերիմ, Համանուշիկին շլվար առավ, համեկամ լուսոյին ու քիսոյին տեսամ։ Բանկա տալու տվի, այն երկուսն են աղջիկները, որ մի տալի եթում են առավոտ։ Այն բոշան։ Դրանց եկամ տեսամ 200 տվի, մարդը 100։ Հետ եկամ գնացիմ գորի 100 տվի։ Ասում համ կանչում եք, համ երեխեքի վրա գողում եք, ասում եք սպարտիսեկով են։ Փող չունեն, սպարտիսեկով պիտի գան։ Փող չունեն, ուզում եք մաքուշիցերով կան, անեք փող տվեք։ Խաբարը։ Աղջի, որ դուք ինքներդ ձեզ շունու շնգյալ եք ասում եք դեն չենք։ Իմիջիալոց ձեր կնքա հայրերը դες ավելի բետար բառեր են ասում։ Բայց ես լիչնա, որ լինեի Փաշինյանի տեղը, ոչ թե կասեի շունու շնգյալ, չեմ հավատում, որ այդքան կա։ Կասեի այդքան պոռնիկ, մարմնավաճառ, չեմ հավատում, որ կա։ Որտեղ յուրաքանչյուր անձ, ով իր ձայնը վաճառում է, նույն բանն է, որ իր մարմինն է վաճառում։ Այնց որ պուտանկեքը, այո, չպետք է լինեն Հայաստանում շատ։ Էսի իրոք վիրավորական կլինի հայ ազգի համար, եթե այդքան շլուշկա լինի, այդքան շլուխա լինի մեր երկրում։ Հաբա շլուխան է մենակ ծախվում։ Մենակ մարմնավաճառն է փող վերցնում իր մարմնի համար կամ իր ձայնի համար։ Էլ չասեմ ինչի համար։ Ինչի՞ց ես այտենց հուզվել։ Ձեր համակիրներին ինքներդ անվանում եք շունու շնգյալ։ Փաշինյանը էլ մեղմ ասում, ընդհանրապես կրկնելա ձեր բառերը։ Ու ձեզ յուրաքանչյուր ոք, ով որ ձեզ սատարում է, շունու շնգյալ է։ Իրանք են ասում։ Այն Հիսուս Քրիստոսը որ ասում է, այդ ես չեմ ասում, այդ դուք եք ասում։ Произошло. Премьер-министр Армении вышел на трибуну национального собрания и назвал большую часть граждан страны сами шакалами. Нет, не в подворотне, не в пьяной перепалке, а на государственной трибуне. Остальную твою вот эту бла-бла-бла не поставлю.
Почему? Потому что ты не интересен. Мне кажется, вот эта ламинация твоей бороды на твой мозг повлияла. Значит, слушай сюда внимательно. Если какая-то политическая сила дает взятки, и кому дает, их называют шакалами и шлангами, мало еще называют. А то, что премьер-министр повторил эти слова и сказал, не верю, что столько шакалов есть в нашей стране, правильно сказал. Я бы вместо премьер-министра сказал бы, я не верю, что столько шлюх есть в нашей стране, столько проституток есть в нашей стране. А ты там так не расстраивайся. Хорошо? Ты лучше подумай про Путина, про дядю Путина. Подумай, что ты будешь делать, чтобы вылечить его, этого больного человека. Потому что скоро я видео поставлю и докажу, какой же он бедолага больной на голову, на всю свою голову. Так что иди гуляй и займись своим путлером. Понял? Իսկ հիմա վիդեոն եմ դնում, թե պարոն Փաշինյանը ինչ է ասում։ Ու 100%-ով ճիշտ է ասում։ Ու մեկը թող չգա այստեղ հանգած, չգիտեմ, էլի, կույս չձևանա, չասի, որ էդի տենց չի։ Այո, յուրաքանչյուր մարդ, ով որ կաշառքով գնում է իր ձայնն է տալիս, ինքը ուտանկից բեթար է։ Ինքը մարմնավաճառից բեթար է։ Մարմնավաճառը ինքը գիտի, ինքը աշխատում է իր տունն ապահովում, հիմա այդ մարդու աշխատանքն է էդի։ Ես մարմնավաճառների նկատմամբ ոչ մի պրետենզիա չունեմ, բայց դուք վիժվածքներ, փող եք վերցնում, երկրի հարց եք լուծում, երկիրն եք վաճառում, հետո էլ հելնում եք այս շշ բլթեցնում եք, թե բա ծախեց, այ հոգեկաններ, այդ ձեր նմաններն են ծախել, պատերազմի ժամանակ էլ մի դուխու համար են ծախել, դիրք են ծախել, տեղեկություն են ծախել, հիմա դուք բռնել եք ցելի պետությունն եք ծախում, ու ձեր պապաները ում համար որ դուք գնում ծախվում եք, ձեզ ամասունի տեղ են դնում, ձեզ մեր են քրվում, ձեզ շուն ու շնգյալ են ասում, օտո քիչ են ասում, հապա շուն ու շնգյալ եք, բա մենակ թալասը կեթափող կվերցնի, բա այդքան լավն ասամո գնացեք ձրի սատարեք, չէ փող եք կպցնում, փող եք վերցնում, հետո էլ հելնում եք ասում եք, թե սենց չի նենց է, ես հեչ չեմ մոռանա Արսեն Հակոբյանի ելույթը, երբ որ հելավ ասեց, թե այս տղեն, այս ջոկատի միջի այս տղեն, հել էս սենց խոսքեր էր ասում, ամոթանք էր տալիս պետությանը եւ այլն, 5 րոպե հետո ինքը դիրք է վաճառել, ապացուցված, ու իր ջոկատի տղերքը շոկի մեջ էին, այն նմաններ դուք եք, այդ դերասաններ, այդ պրաստիտուտք եք, դարու մի ասա, բերանս ինչ ասես գալիս է ձեզ ասեմ, հələ դուք խոսալու տեղ ունեք, պրոստը գիտեք աբսուրդը որն է, որ ձեր պապաները ձեզ ասում են շուն ու շնգյալ, հələ դուք եք Փաշինյանից եք նեղանում, արա լրիվ կտծրած եք դուք Ու մենակ կտծրած չեք, որ մեզանից եք նեղանում։ Կտծրած եք նաև այն առումով, որ դուք մի բան լսում եք, օրինակ այս 3 հոգում որ դրեցի, մեկնաբանություններում գրողներիդ հետ եմ։ Ասենք տենց համով կերակ, հա, էդի որ Փաշինյանը տենց բան ասե։ Իսկ որ նման զապիսներ կա, որ կաշառքում որ տալիս են, բոշա են անվանում, շուն ու շնգյալ են անվանում, դա նորմալ է։ Հա, դա երևի ձեր անունն է եղել, ճանաչել եք ձեզ, դրա համար չեք հուզվել։ Փաշինյանը կրկնելա հուզվել եք սաղոտ։ Այդքան պարոստին որտեղից գտնեմ, արա, որ ձեր արցունքները մաքրեմ հորս արև։ Ոչմ Աշոտյանն եղեք սաղ, շատ ճիշտ է ասել։ Ձեզ вообще շլուխաներ պետք է ասենք։ Ովքեր փող են վերցնում գնում են ձայն տան, ովքեր փող են վերցնում գնում են միտինգ, ձեզ բառից բուն իմաստով շլուխաներ պետք է ասենք։ Պրաստիտուտք եք։ Պորնիկներ։ Զարմանում եք։ Մի զարմացեք։ Նորմալ է։ Հələ քիչ է։ Այս վիդեոն դնում եմ, որ հանգար չգաք ասեք, վայ, ես չէի լսել, տեղյակ չէի Փաշինյանը խիատ են ասել։ Փաշինյանը ասել է, որ եթե այդ մարդկանց, ում որ փող են տալիս, կանչում են միտինգի, կամ իրանցից ձայն են սպասում, եթե իրանք անվանում են դրանց շուն ու շնգյալ։ Ասում եմ, չեմ հավատում, որ այդքան շուն ու շնգյալ կա մեր երկրում, որտեղ սա վիրավորական կլինի հայ ազգի համար, որ նույնիսկ հայ ազգի մեջ այսքան շուն ու շնգյալ կա։ Որովհետև ոչ մի նորմալ մարդ, ոչ մի խելացի մարդ չի ընտրի ուժեղ Հայաստանը, որը կերպարանափոխված ՀՀԿ-նա։ Փաշինյանը դա է ի նկատի ունեցել, որ ես չեմ հավատում մեր ազգը այդ աստիճանի լինի, որ ԲՀԿ, Հայաստան Դաշինք, ուժեղ Հայաստան, սա 3 գլխանի մի հրեշ է։ Այն հները, որոնցից դուք ուզում էիք ազատվեիք, որոնց ժամանակ դուք տղամարդ չէիք, որոնց ժամանակ դուք չէիք կարող հանգիստ գործի գնայիք, կանայիք, որոնց ժամանակ երեխաներ են վաճառվել, դրա համար ասում ես չեմ հավատում, որ այդքանից հետո, այդքան բանը տեսնելուց հետո, այս ազգը կարա գնա դրանց, բերի խորհրդարան։ Իսկ դու աղջի են, որ ասում ես ու տնեցին դեգույթ։ Իջի երկնքից ցած։ Այսքանը։ Առաջինը, որ խաղաղությունը վերանայելը, պատերազմի երրագլուխ կուսակցության, որը ձևավորված է նախկին իշխանության ներկայացուցիչներից, հիմնական եւ առանցքային խնդիրն է։ Հիմա էլ նոր խոճապ է սկսել։
Մի ժամանակ ասում են, որ բանակը, չգիտեմ, բան անպաշտպան ենք, սահմաններ, հիմա մենք ասում ենք լավ։ Ասում ենք լավ, ժողովրդին ցույց կտանք, հիմա էլ սկսել են բանի։ Ինչ են ցույց տալու, չէ, ցույց չեն տալու, չէ, որ ցույց են տալու, դա չի, ուրիշ բան են ցույց տալու։ Էս ինչ եք խառնվել իրար։ Ինչ եք նորերը ցույց տալիս, հները ցույց տվեք, չգիտեմ ինչը ցույց տվեք, էս ցույց տվեք։ Էս ցույց ենք տալիս, որ ի վերջո տեսանելի կերպով պատասխանենք ձեր պետական պարտքի հետ կապված բոլոր թյուր պնդումներին։ Դրա համար ենք ցույց տալիս։ Եվ ցույց ենք տալիս նաև նրա համար, որ դա էլ մի գործոն դառնա, որ դուք Հայաստան դաշինքը ուժեղ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն չանցնեն խորհրդարան, որ չհավաքեն անհրաժեշտ թվով ձայներ խորհրդարանական կուսակցություն դառնալու համար, որովհետեւ չի կարա այդքան լկտի ձևով հիբրիդային դեզինֆորմացիայի միջոցով ժողովրդին ապատեղեկատվության հորձանուտի մեջ գցել փորձող քաղաքական ուժը էլի հայտնվի խորհրդարանում։ Դա շատ վատ բան կլինի։ Ես չեմ կարա հավատամ, կներեք հազար ներողություն։ Եթե ես հիմա ասեմ, գիտեք ինչ, կարող է ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը, ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքը ու ԲՀԿ-ն անցնեն խորհրդարան, նշանակում է ես իմ մտքով անցկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում այդքան շունուշանգյալ կա, որ կարա իրանց օգտին կքվյարկի։ Ես դες լուրջ եմ ասում, հարգելի գործընկերներ։ Մենք մեր բանի խոսույթում, եթե մեր հանրային խոսույթում լինի միտք, որ ուժեղ ՀՀԿ-ն, Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ-ն կարան անցնեն խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Անհարգալից։ Ում մտքով տենց բան անցնի, որ այդ իրեք քաղաքական ուժը կարան անցնեն խորհրդարան, դա անհարգալից վերաբերմունք է։ Այո, ժողովուրդը որոշում է, այդ եմ ասում, մի հատ բանը այդ 62 երկրի պասպորտ ունեցող անձը ասում են ես դառնալու եմ վարչապետ, ես դառնալու եմ վարչապետ, ես դառնալու եմ, ասում են մենք հա, մնաց այսքան, տեսել եք մի օր ժողովրդի անուն տան։ Տեսել եք մի օր ժողովրդի անուն տան։ Մի անգամ ժողովրդի անուն չեն տվել։ Իսկ մենք տեսել եք երբևէ մենք ասենք որևէ բան առանց ժողովրդին հղում անելու։ Մենք ասում ենք, որ Ժորժ ջան, տեր կանգնի խաղաղությանը եւ մեզ պետք չի պարզապես քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը չպետք է պարզապես խորհրդանական մեծամասնություն ձևավորվի։ Պետք է, որ համադրական մեծամասնություն ձևավորի, որպեսզի խաղաղության տեր կանգնելու process-ը գնա միջև վերջ։ Իսկ իրանք ասում են մենք վստահ ենք, մենք այս ենք անելու, են ենք անելու եւ խոսում են շունուշանգյալների եւ բոշաների մասին։ Եվ այս քաղաքական կոնտրաստն է, որը պետք է պայմանավորի առաջկա քաղաքական դիսկուրսը։ Ես կարծում եմ հետեւյալը, որ առաջիկա քաղաքական process-ների իմաստը պետք է լինի հետեւյալը։ Ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը եւ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցության նախկինների եռագլուխ կուսակցության շունուշանգյալներին եւ քաղաքական բոշաներին պետք է ուղարկի հարատև քաղաքական